Սակայն թույլ տուր փափկությամբ խոսիմ, երբ հայտնի է, թե ովքեր աղդոդած են հավատքի տունը, երբ ժողովուրդը դարիներ շարունակ համբերած է, սպասած, աղոթած եւ մերժումի արժանացած է, ինչ կմնա այդ ապեղծած սիրուն պաշտպանել, եթե ոտնահարված է ճշմարտությունը։ Մաքրելը սիրով, բայց ոչ քարով։ Ես երբեք քար չեմ նետած, ես երբեք չեմ ուզած քար գոծել, բայց մաքրությունը երբեմն պիտի սկսի սրբազան զդումով։ Երբ Տերը ներս մտավ տաճարը եւ տեսավ այն վաճառասեղան դարձած, նա խարազանով մաքրեց։ Արդյոք սիրո բագաս կար այնտեղ։ Ոչ, այլ սիրո ամենաամուր ձևը մաքրության հրամայականը։ Եվ այսօր, երբ կաթողիկոսը ունի իշխանություններու, մամոնայի, արտաքին ուժերու հետ կապեր, բայց ոչ Տիրոջ կենթանի ներկայությունը, ժողովուրդը այլևս չի գտնար լուր մնալ։ Հակառակ բարակային ժողովուրդը կդառնա մեղսակից։ Ոչ թե քանթել, այլ բրգել։ Ես Տեր Արմենս չեմ ուզեր քանթել եկեղեցին։ Ես քանթած չեմ Աստուծո տունը։ Ես մերժած եմ քահակալներու զայն իր անձնական շահերուն ծառայեցնելու փորձերը։ Եվ եթե ես, իմ եղբայրներս ու ժողովուրդը բարձրացայն կխոսենք նույն սիրո եւ ողորմության հավատքով է, որ դուն կաղոթես։